հեզա համբյուր կամ մյուս բառով հայերեն ինչ կլինի փապկանկատ, ասենք նրբանկատ ավելի։ Ուրեմն նրբանկատ ում հանդեպ պիտի լինես նրբանկատ։ Մեղավոր մարդու, դիմացի մարդու համար, հանդուրժել ամեն ինչում, այսինքն հանդուրժողականություն։ Այո, չենք կարողանում, շատ դժվար է, անգամ մեր ընտանիքի անդամների հետ երբեմն մենք չենք այն նրբանկատությունը պահել, որովհետև աշխարհից այնքան բան է լցվում մեր մեջ, որ անկախ մեզանից մենք կորցնում ենք մեր համբերությունը եւ փափկությունն էլ ենք կորցնում մեր։ Տեսեք, մենք օրինակը ձեզ բերել եմ, հեռախոս այսպես անդադար մենք թերթում ենք, չէ՞։ Չենք էլ նայում մեծ մասի ինչ ենք թերթում, ուղղակի թերթում ենք։ Դու գիտեք, որ մարդը 15 վայրկյան հետո սկսում միտքը աշխատել, մենք այդ ընթացքում 1000 նյութ նայում ենք, ոչ մի վրա չի աշխատում։ Երբ որ դու արագ թերթում եք, հիշում եք ֆիլմը մարդը կապուզն է փողոցից, որ ասում է ես baby եմ ուզում, ասում է դրա համար 9 ամիս, ասում է բա ֆիլմում ինչպես եմ այնտեղ մոնտաժ, ասում է ես էլ եմ ուզում մոնտաժ արա, կտրիր լենտը, ես երեխա շուտ մնամ։ Մենք հիմա այդպես ենք դարձել, ամեն ինչ մենք արագ։ Երբ որ արագ չի լինում, մենք միանգամից բռնկվում ենք։ Ասում ենք կարող ես մի բաժակ ջուր տալ, հələ լ տառը օդի մեջ, մենք այն ջուրն ինչ եղավ։ Տեսեք, ուրեմն նաև մենք մեղքը չենք հանդուրժում, բայց ինչու պիտի մենք հանդուրժենք, որտեղ մենք էլ մի ժամանակ մեղավոր ենք եղել, չէ՞։ Մենք էլ մի ժամանակ սխալներ ենք ունեցել, սխալներով ենք ապրել, ուրեմն մեր ամբողջ նպատակը քրիստոնյա ինչն է, դիմացի մարդուն լսել, հարցերը այնպես քննարկել, որ խնդրին լուծում տալ, որ խաղաղությամբ ավարտվի, ոչ թե կռվի վերածվի։ Այսինքն դրա համար ասում եմ շատ նրբանկատ եղեք, փապկանկատ եղեք, հեզա համբյուր եղեք, խոսացյունյան նյութ դարձնել այն ամեն ինչ, որ կարող է քեզ փրկության բերել եւ հատկապես սեր բերել յուրաքանչյուրի հանդեպ։ Բոլոր խնդիրների պատճառը մեր կյանքի մեջ սիրո բացակայությունն է։ Դիմացինին սիրելը։ Մենք այսօր շատ դժվար ենք սիրում մարդկանց։ Մենք դադարել ենք իրար վստահել։ Մենք դադարել ենք մարդուն, ասում ենք հոգնել ենք, այլ ոչ մի բան չենք անելու, այլ ոչ մեկին չեմ օգնելու, հերիք եղավ, չէ, այդպես չի կարելի։ Ուրեմն Տերը եթե մեր հանդեպ այդպես անի, մենք կարող ենք փրկվել, չենք կարող փրկվել։